Եվրամիություն Հայաստան քննարկումներն ավարտվել են, որոշվել է Հայաստանի համար հատուկ մանդատ մշակել Ռիգայի գագաթնաժողովին ընտառաջ քննարկումներ Հայաստանի խորհրդարանում։ Բողոքի ցույց Գլենդելում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանի առջև հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը պահանջում է ազատ արձակել հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող 2 ամսով կալանավորված հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը հայտարարել է հացադուլ։ Եթե իսկապես ուզում եք օգնել մեզ, ապա Հայաստանին փող մի տվեք, փաստաբանը կառավարության վերցրած վարկերի ու կուտակած պարտքերի մասին։ Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով ազատության հրապարակում տեղի ունեցել հանրահավաք։ Հանրահավաքին բացման խոսքով նախհանդես եկավ հիմնադիր խորհրդարանի падգամավորության թեկնածու Վարդան Հակոբյանը։ Նա ընթերցեց օրերս կալանավորված հիմնադիր խորհրդարանի անդամների անունները, նշելով, որ ռեժիմն է նրանց բանտ գցել։ Վարդան Հակոբյանը կարդաց նաեւ Հայկ Յուրեղյանի, Շանթ Հարությունյանի, Վոլոդի Ավետիսյանի անունները, ապա ելույթով հանդես եկավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Անկեր Պուտինի նախորդ գալուց դրա շեմին բանտարկվեց Շանթը եւ նրա ընկերները։ Մի կասկածեք, որ մեր տղաների, մեր ընկերների ձերբակալության հիմնական պատճառն է Պուտինի հրահանգը։ Հիմնադիր խորհրդարանի անդամները անազատության մեջ են քաղաքական հայացքների համար։ Ազատության հրապարակում հայտարարեցին մի խումբ ազատամարտիկներ, ովքեր եկել էին իրենց աջակցությունը հայտնելու կալանավորվածներին։ Ազատամարտիկ Արախուդ Ավետյանը հայտարարեց, թե օրենքի ուժով պետք է վերջ տալ այս ռեժիմին։ Իսկ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ նշեց, թե եթե մինչև երկուշաբթի ազատ չարձակվեն Ժիրայր Սեֆիլյանն ու մյուս բոլոր քաղաքացիները, ովքեր բանտարկված են քաղաքական հայացքների համար, ապա շուրջ 50 ազատամարտիկներ ազատության հրապարակում կհայտարարեն հացադուլ նստացույց։ Ես իշխանություններին կոչ եմ անում, մինչև երկուշաբթի օրը ազատ արձակեն բոլոր 17 մեր քաղբանտարկյալներին։ Եթե չեն ազատելու երկուշաբթի ժամը 14-ին մենք ազատամարտիկներով նստում ենք այստեղ հացադուլի եւ նստելու ենք այնքան մինչև տղաներին ազատեն։ Ելույթներով հանդես եկան նաև հիմնադիր խորհրդարանի անդամ Եղիան Ներսիսյանն ու ազգագրագետ Հրանուշ Խարարյանը։ Նրանք հայտարարեցին, որ գործող իշխանությունները նախապես ծրագրավորված գործողությունների գնացին, այդ կերպ փորձելով չեզոքացնել այն անհնազանդությունը, որը սկիզբ էր առել։ Ռեժիմ, ուշադիր լսի։ Մենք ձեզ չենք կսպանի։ Գիտեք ինչի համար։ Մենք կստեղծենք մեր արժեքներով Հայաստանը եւ դուք ինֆակտից կմեռնեք։ Երբ որ ամեն քայլափոխի Հայաստանում հնչի Կոմիտաս եւ հնչի մեր հայրենասիրական երգերը, դուք ձեր թաթուլներով եւ փարվանաների մեջ կփտնեք եւ կմեռնեք։ Դուք չեք ապրելու մեր երկրում։ Ձերբակալված են միայն որովհետև այս ռեժիմը չեն ընդունում։ Նրանք չեն ձերբակալվել ապրիլի 24-ին ինչ-որ բան կանխարգելելու համար։ Հակառակը ապրիլի 24-ին ինչ-որ բան նախատեսվում է, որտեղ մենք պետք է հասկանանք եւ փորձենք կանխարգելել։ Ես կարծում եմ հասարակության դեմ է ահաբեկություն կազմակերպվում եւ այդ ահաբեկությունն է, որ պետք է կանխարգելվի։ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների առջև ելույթներ ունեցան նաև Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուկազյանի եղբայրները։ Նրանք եւս վերահաստատեցին, որ 100-ամյակն առանց ռեժիմի է լինելու եւ որ նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց անօրինական գործողությունների համար։ Մեր մայրը չեն զինել մեզ, որ ասոր անոր ցերկի մեջ խալիկ դառնանք։ Քնտագի նման մեկ միշի գցի։ Ելույթներին հաջորդեց երթը հիմնադիր խորհրդարանի անդամներն անցան մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով, կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։
Հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին դադարեցնել Ապոնի հետապնդումը հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ։ Շարժման համախոհները պահանջում են անհապաղ ազատ արձակել 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Շիրայր Սեֆիլյանին եւ շարժման մյուս անդամներին, ովքեր գտնվում են անազատության մեջ եւ որոնց մեղադրանք է առաջադրվել։ Հայկական վերածնունդ շարժման ներկայացուցիչ Գուրգեն Մխիթարյանը գալայի հետ զրույցում ասել է, որ Գլենդելում Հայաստանի Հանրապետության հյուպատոսանի առաջ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում հյուպատոսանից ոչ ոք ակցիայի մասնակիցների հետ չի հանդիպել։ Մխիթարյանը նաև տեղեկացրել է, որ հայկական վերածնունդ շարժման անդամները տարբեր մասնաճյուղերից արդեն իսկ Հայաստանում են կամ դեպի Հայաստան տանող ճանապարհին, իսկ ապրիլի 24-ին կլինեն 100-ամյակն առանց ռեժիմի շարժման մասնակիցների կողքին։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող 2 ամսով կալանավորված հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը հայտարարել է հացադուլ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների եւ քաղաքական հալածանքների կապակցությամբ։ Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։ Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գևորգ Սաֆարյանի գործը եւ իրականացնելու նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ։ Ինչ է սպասվում Հայաստանի Ռիգայում եւ ինչ հնարավոր փաստաթուղթ կստորագրի մեր երկիրը մայիսին տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։ Այսօր ազգային ժողովում տեղի ունեցել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընտարաշ թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեյանը։ Վերջինս հայտարարեց, թե Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության շարունակումը եւ շահագրգռված է խորացնելու հետագա համագործակցությունը։ Ըստ դեսպանի Եվրամիություն Հայաստան քննարկումներն ավարտվել են, որոշվել է Հայաստանի համար հատուկ մանդատ մշակել։ Մենք պատրաստակամ ենք Արևելյան գործընկերության շրջանակներում շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր այն ուղղություններով, որոնք չեն հակասելու ինտեգրացիոն այլ գործընթացներին, որոնցում ներգրավված է Հայաստանը։ Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների հետ ավարտել է քննարկումները եւ գաղափարների փոխանակման շրջանակներում որոշվել է մանդատ մշակել, որը կզբաղվի Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր հիմքերը կյանքի կոչելու գործով։ Հրիստեյան հույս հայտնեց, որ Եվրահանձնաժողովի կողմից այդ մանդատը կստեղծվի առաջիկայում, որից հետո այն կուղարկվի ԵՄ անդամ մյուս երկրների հաստատմանը։ Հայաստանում ԵՄ դեսպանը սակայն դժվարացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ վերջնականապես կլինի մանդատը։ Անդրադառնալով Եվրոպական հարևանության հրապարակած 2014 թվականի զեկույցին, Հրիստեյան նշեց, թե Հայաստանի Հանրապետությունը որոշ սահմանափակ առաջընթաց է ունեցել, սակայն դեսպանը նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր երկիրը առաջընթաց չունի։ Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարը մնում է հիմնական հարցը։ Ուզում եմ ընդգծել, որ զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվել ընտրական համակարգի բարեփոխումներին։ Կարծում եմ, մեր ֆինանսական ու տեխնիկական աջակցության կենտրոնում կլինեն արժեքների հիման վրա ընտրված կենտրոնները։ Եվրամիության համար չափազանց մեծ տեղ է զբաղեցնում այս ոլորտներում ներգրավել Հայաստանին եւ աջակցություն ստանալ, առաջ տանելով բարեփոխումները։ Հիմնական սկզբունքը ավելին ավելիի դիմաց է։ Կարծում եմ, այդ երկխոսությունը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա հասկանալ, որ Արևելյան գործընկերությունը պարզապես ընդհանուր քաղաքականություն չէ, այլ առնչվում է նաև իրենց կարիքները հոգալու։ Հայտարարություններից դուրս ոչինչ չկա, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խորացվում են, Եվրատեսլականը չի էլ քննարկվում, հակադարձեց ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը։ Ինչու 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի հոկտեմբերը ոչինչ չարվեց։ Այս ընթացքում Հայաստանը մի քանի անգամ իր պատրաստակամությունը հայտնել է քաղաքական բաղադրիչը ստորագրելու համար։ ԵՄ-ն էլ ուներ այդ շանսը։ Ինչու քայլեր չձեռնարկվեցին, հարց բարձրացրեց Պողոսյանը։ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում ԵՏՄ անդամակցության հետ, ստորագրում է փաստաթղթերը, դառնում է անդամ, նոր դրանից հետո սկսում է պարզել, թե ինչ խոչընդոտներ կարող են այնտեղ անդրադառնալ։ Բա ինչով ենք զբաղված բանակցությունների ժամանակ։ Քննարկմանը ներկա փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, թե խնդիրը եվրոպական երկրներում եւ Եվրոպական խորհրդարանում ընթացող նոր ընտրություններն էին։ Ըստ Նազարյանի, Հայաստանի մանդատը կհաստատվի մինչև Ռիգայի գագաթնաժողովը։ Քննարկմանը ելույթ ունեցավ նաեւ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Նա հայտարարեց, թե ԵՄ ասոցիացման համաձայնագրի ձախողման գործընթացից կողմերը պետք է դասեր քաղեին, ինչը չի արվել։ Բացի այդ, ըստ Զուրաբյանի, ԵՄ զեկույցի այն հատվածները, թե Հայաստանում որոշ ոլորտներում սահմանափակ առաջընթաց է գրանցվել, ճիշտ չէ։ Եղել է հակառակը բացարձակ հետընթաց։
որի ամենակարևոր վկայությունն է այն բռնությունների շղթան, որը տեղի ունեցավ անցյալ տարվա հոկտեմբերից սկսած։ Քննարկմանը ներկա հանրապետական падգամավորներն էլ նշեցին, թե հույս ունեն, որ Հայաստանը Ռիգայից դատարկած ձեռն չի վերադառնա։ Ընդդիմադիրներն էլ հիշեցրեցին, մինչև Ռիգա Հայաստանի իշխանությունները Մոսկվային մեկնելու, հետևաբար խորհուրդ են տալիս դանդաղ շտապել։ Օրերս կառավարությունում Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվեց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 150 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք վարկ։ Փաստաթուղթը ստորագրեցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։ Ինչպես հայտնի է, մեկ այլ վարկային կազմակերպություն Ասիական զարգացման բանկը եւս մեծածավալ 100-ավոր միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման համար։ Երկրորդ տրանշի ժամանակ, հիշեցնենք, խախտումներ էին թույլ տրվել, ինչի պատճառով բանկը Հայաստանի Հանրապետությանը տուգանել էր 240,000 դոլարով։ Ընդ որում, Սահմանադրական դատարանն այդ տուգանքին վերաբերող միջպետական պայմանագիրը համարել է սահմանադրությանը չհակասող, ինչը եւս մասնագետների պնդմամբ խիստ վիճելի է։ Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Գալայի հետ զրույցում նշեց, թե Հայաստանում արդեն սովորական է դարձել վարկեր վերցնելը, հին վարկերի տոկոսներ փակելը եւ պարտքեր կուտակելը։ Մենք դուք Հայաստանի Հանրապետության մյուս հարկատուներն են փակելու, այսինքն նոր ծնված երեխան իր վրա $1,000 պարտք ունի։ Դրա համար գումարը պետք է վերցնի այն անձը, ով պատասխանատու է այդ գործի համար։ Հայաստանի կառավարությունը Նայիրիտի համար փող է վերցնում, հետո Հայաստանի կառավարության ղեկավարին ուղարկում են չգիտեմ ուր, տվյալ դեպքում Ամերիկա դեսպան։ Հետո այդ փողերի պատասխանը ոչ մեկը չի տալիս։ Դրա համար ասում եմ, փող մի տվեք։ Հարություն Բաղդասարյանն ասում է, թե Հայաստանի տնտեսությունը զարգացնելու նպատակով միջազգային կառույցների կողմից տրամադրվող ֆինանսներն ու վարկերը մեղմ ասած փոշիացվում են, ուստի հայտարարում է, թե միակ փրկությունը Հայաստանի կառավարությանն այլևս գումար չհատկացնելը կլինի։ Նայիրիտ գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև պահանջելով վարչապետի հետ հանդիպում։ Մի խումբ աշխատակիցների ընդունած վարչապետը խոստացել է եւս մեկ ամսվա աշխատավարձ վճարել։ Աբրամյանն անդրադարձել է Նայիրիտի գործարկման հնարավորություններին եւ նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ։ Կառավարության ղեկավարն առաջարկել է նայիրիտցիներին ծանոթանալ վերոնշյալ վերլուծության արդյունքներին ներկայացված առաջարկություններին։ Նայիրիտի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաև գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձ վճարելու տարբերակը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություններ են վարվում այդ ուղղությամբ։ Արարատի փեշերին ծվարած այս քաղաքը պաշտպանական եւ առևտրատնտեսական առումներով մշտապես նպաստավոր դիրք է ունեցել։ Բայազեդ Իբրև ամուր Բերդաքաղաք 19-20-րդ դարերում միշտ եղել է ռուս-թուրքական հարաբերությունների կիզակետում։ 1828-ից 1914 թվականների ընթացքում քաղաքը 4 անգամ ազատագրվել է թուրքական լծից։ 1918 թվականին թուրքերը այն հետ են վերցնում, տեղահանելով եւ ոչնչացնելով տեղի հայ բնակչությանը։ Այսօր Բայազետում ապրում է մոտ 70,000 մարդ, ազգությամբ քրդեր։ Կան նաեւ կրոնափոխ եղած հայերի ժառանգներ, ովքեր չեն էլ թաքցնում իրենց հայկական արմատները։ Անունս Զաֆեր Օնայ է, Օնայ ազգանվան մեջ Յան Մասնիկը հակառակ է գրված, ծածկել ենք։ Սա Բայազետի հին հայկական թաղամասն է, այստեղ իմ պապի տունն է եղել։ Պապս պատմում էր, որ այստեղ հիմնականում հայեր են ապրել, թուրքերի եւ քրդերի հետ ապրել են կողք կողքի, մեկը Ահմեդն է եղել, մյուսը Հակոբը, հարևաններ են եղել։ Սա Բայազետի հայկական թաղամասն է, որտեղ ապրել է նաեւ Զաֆերի հայ ազգի պապը։ Թաղամասին կից գերեզմանատանը եւ հայկական հետքերին մենք դեռ կանդրադառնանք։ Զաֆերի ուղեկցությամբ եղանք մի հետաքրքիր վայրում, քրդական ռեստորանում, որտեղ փակցված նկարներն ուղակի զարմացրեցին մեզ։ Պարզվեց Արարատ լեռը եւ Հիսուսի պատկերը հենց այնպես չէ, որ տեղ էին գտել այս հաստատությունում։ Աշխատող ջահելներից առնվազն երկուսը խոստովանեցին, որ հայերն իրենց լույս աշխարհ գալու հետ անմիջական կապ են ունեցել։
Իմ պապն է հայ, իր պապն էլ է հայ, այո, պապս հայ է եղել, մենք բոլորին սիրում ենք, կարևորը մարդ լինի, թե չէ ինչ տարբերություն։ Երանի այդպիսի դեպքեր չլինեին, հայերը մեզանից չհեռանային, միասին ապրեինք, թե չէ ուրիշ խնդիր չկա, մարդս մարդ լինի։ Բիթլիսի մոտ անձնագրի ստուգման ժամանակ ոստիկանները հարցրեցին, թե որտեղից եմ, ասացի Հայաստանից, ձեռք ես առնում, ինչ Հայաստան, արձագանքեցին նրանք, ասացի ինչ կա դրա մեջ, իմ արմատները Հայաստանից են, ինչ վատ բան եմ ասել։ Այս հաստատության աշխատողներն աչքի էին ընկնում թուրքերի հանդեպ մեղմ ասած ոչ սիրալիր տրամադրվածությամբ եւ ըմբոստությամբ, անգամ անտեսված էր ծխելու եւ ոգելից խմիչք օգտագործելու օրենքը, որն ի դեպ խստորեն պահպանվում է բոլոր տեղերում, իսկ երաժիշտները ոգևորված կատարում էին ազատ Քուրդիստանի կոչերով եւ ապստամբ քրդերի առաջնորդ համարվող Աբդուլլա Օջալանին գովերքող իրենց երգերը։ Մենք այդպես էլ չհասկացանք, տեղի աշխատակիցները հայեր էին թե քրդեր, թերևս իրենք նույնպես չգիտեին ինչպես ներկայանալ, բայց որ նրանք թուրք չէին եւ չէին էլ ուզում որևէ առնչություն ունենալ այդ ազգի հետ, դա հաստատ էր։ Մենք համոզվեցինք դրանում, համոզվեցինք նաեւ, որ երեկոները Բայազետում լուսավոր են, բայց տխուր, քանի որ մթության եւ միայնության մեջ միշտ տխրում եւ մտորում է քաղաքի Հովանի մեր Սուրբ Լեռը, Արարատը։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Կալանյուս, Բայազետ։ Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը New York Times-ի հոդվածում գրում է, որ անցյալ շաբաթ Կրեմլի դիմաց գովազդային վահանակի վրա տեսել է լուսանկար, իր ժպտացող դեմքը վրանքից քաշված ազգի դավաճան գրությամբ։ Հաջորդ օրը Պետդուման կողմ քվեարկեց ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որպիսի կարողանան դատական պատասխանատվության ենթարկել։ Մեղադրանքները շինծու են ժամանակակից Ռուսաստանին բնորոշ ոճով։ Իմ կատարած միակ հանցագործությունն այն է, որ 2014 թվականի մարտին ես միակ այլախոհը, երբ Պետդուման կողմ քվեարկեց Ղրիմի բռնակցմանը, գրում է Պոնոմարյովը։ 2015 թվականի Ռուսաստանը նման է 1933 թվականի Գերմանիային։ Պուտինի խոստումները վերակենդանացնել տնտեսությունը եւ վերականգնել մեր ազգային արժանապատվությունը կարող են իրագործվել միայն հետագա նվաճումների եւ արյունահեղության ճանապարհով։ Պոնոմարյովի կարծիքով հիմնական հույսը արտաքսվածներն են, մարդիկ, ովքեր փոփոխությունների կրողներն են, սպասում են իրենց ժամանակին, Լոնդոնից մինչև Սիլիկոնային հովիտ եւ պուտինյան բանտեր, գրում է Պոնոմարյովը։ Նա նշում է Պավել Դուրովի, Լեոնարդ Պլավատնիկի, Ալեքսեյ Նավալնիի եւ Միխայիլ Խոդորկովսկու անունները։ Նրանք անհանգստանում են Ռուսաստանի համար եւ ունեն գլոբալ հայեցակարգեր։ Նրանք պատրաստ են ընդօրինակել ամենալավը, ինչն առկա է արևմուտքում ի շահ իրենց հայրենիքի։ Ռուսաստանի ապագան ունի նոր սերնդի կարիքը, որը կվերադարձնի մեր երկիրն իր նախկին տեղը, նշում է Պոնոմարյովը։ Ուկրաինացի իրավապահները հետաքննում են գրող եւ լրագրող Օլես Պուզինայի սպանությունը։ Հինգշաբթի երկու անծանոթ դիմակավորված անձիկ սպանել են նրան իր սեփական տան դիմաց։ Երկրում Պուզինայի հայացքները համարում էին ռուսամետ։ Սա Կիևում տեղի ունեցած երկրորդ աղմկահարույց սպանությունն էր։ Նախորդին սպանվել էր ռեգիոնների կուսակցության անդամ Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովը։ Ուկրաինայի կառավարությունն ունի իր վարկածը։ Երկու դեպքում էլ մարդասպանները սպասել են իրենց զոհերին տան դիմաց։ Այդ սպանությունները լավ ծրագրված են եղել եւ կան կարծիքներ, որ ներգրավված են ռուսաստանյան հատուկ ծառայությունները, ցույց տալու համար, որ Ուկրաինայում սպանում են նրանց, ովքեր ռուսամետ են, նրանց, ովքեր դեմ են նոր իշխանություններին, հայտարարել է ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է տեղի ունեցածին, նշելով, որտեղ են այդ մարդկանց սպանողները, նրանք պարզապես չկան, ոչ իրականացնողները եւ ոչ էլ պատվիրատուները, եւ դա նախընտրում են չնկատել ոչ Եվրոպայում եւ ոչ էլ Հյուսիսային Ամերիկայում։ Ավելի վաղ ապրիլի 13-ին Կիևի թաղամասերից մեկում հայտնաբերվել է մեկ այլ լրագրողի Սերգեյ Սուխաբոկի դիակը։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պահանջել է օպերատիվորեն բացահայտել այդ բոլոր սպանությունները։ Նրա կարծիքով դասադրանք է ուղղված երկրի ապակայունացմանը։ Պուզինայի սպանությունը դատապարտել են միջազգային բազմաթիվ կառույցներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ողբերգության համակողմանի հետաքննություն կիրականացվի։
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 15 մուսուլման ներգաղթյալների, ովքեր ինչպես կասկածում են 12 քրիստոնյաների ծովն են նետել այն նավից, որը նրանց տեղափոխել է Իտալիա։ Ականատեսների խոսքերով նավի վրա վիճաբանություն է տեղի ունեցել եւ կանացի ու նիգերիացի քրիստոնյա ներգաղթյալներին նետել են ծովը։ Ենթադրվում է, որ բոլորը մահացել են։ Իտալիայի ոստիկանության տվյալներով նավի վրա եղել են 105 մարդ։ Պալերմո քաղաքի ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվածները մեղադրվում են սպանության մեջ, որն իրականացրել են կրոնական հողի վրա։ Կասկածյալները Մալիի, Կոտ դ'Իվուարի, Գվինեայի եւ Սենեգալի բնակիչներ են։ Ինչպես պատմել են ականատեսները, այն բանից հետո, երբ մուսուլմանները 12 քրիստոնյաներին նետել են ծովը, մյուսները շղթա են կազմել, որպեսզի խուսափեն նույն ճակատագրից։ Իտալիայի կառավարությունը մեկ անգամ եւս դիմել է Բրյուսելին Հյուսիսային Աֆրիկայի ապօրինի ներգաղթյալների հիմնահարցը լուծելու համար, սակայն Իտալիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իտալիան մինչ օրս Եվրամիությունից չի ստացել համարժեք պատասխան։ ՄԱԿ-ի տվյալներով 2014 թվականին միջերկրական ծովում մահացել են շուրջ 3,500 ապօրինի ներգաղթյալներ։ Միևնույն ժամանակ Mare Nostrum ծրագրի շրջանակում մեկ տարվա ընթացքում փրկվել են ավելի քան 200,000 ներգաղթյալներ։